Տեր Հայր վաղ առավոտյան տեղեկացանք, որ եկեղեցու տարածքում ռազմական ոստիկանության ծառայողներն են, քիչ առաջ էլ ականատես եղանք ոստիկանության աշխատակիցներ են մեքենաներով պտտվում այս տարածքում։ Խնդրեմ տեղեկացնել, թե ինչ է կատարվում, դուք երբ եք նրանց ֆիքսել այստեղ եւ ինչ են ուզում, արդյոք մոտեցել են ձեզ, ինչ որ բան պահանջել են։ Շատ լավ, ուրեմն ես առավոտյան եկա եկեղեցի եւ նկատեցի մուտքի մոտ, որ ռազմական ոստիկանության մեքենան այստեղ կանգնած է, մեկ մեքենա էլ ֆիքսեցի, որը պետական համարանիշներով էր, ավտոհամարանիշներով, ինքը քաղաքացիական հագուստով էր եւ շփվում էր ոստիկանների հետ, ռազմական ոստիկանը, ենթադրեցի, որ իրենց աշխատակիցներից էր, բայց նա հեռացավ, դա մոտարապես 10-ից հետո էր առավոտյան, բարձացա եկեղեցի, իհարկե մեր ծառայությունը իրականացնելու, հետո իրենք բարձացան եկեղեցու բակ։ Երբ որ հավաքվեցին մեր մտահոգ քաղաքացիները, նաև պատգամավորներից եւ լրատվամիջոցներն էլ այստեղ եղան, փորձեցինք իրենցից ճշտել ինչ նպատակով են այստեղ, որովհետեւ երբևէ նման դեպք չէր եղել, սա աննախադեպ էր, ես չեմ հիշում այս կամ տարիների իմ ծառայության մեջ, որ այստեղ ծառայում եմ, որպես հոգևորական, որպես գնդերից, որ ռազմական ոստիկանությունը այստեղ հերթապահություն իրականացնի, իրենք ենթասպա էր, անունն էլ չիմացա, որը որ խոսեց, ասեց, որ իրավունք չունի եւ իրավունք չունի պատասխանելու եւ իր իրավունքն է ընդհանրապես հարցերին չպատասխանել, ես միջամտեցի, հարցրեցի որպես եւ հոգեվորական եւ որպես քաղաքացի եւ նաեւ այս եկեղեցում որպես հոգեվոր սպասավոր, ինձ հետաքրքիր է ինչի են իրենք այստեղ ծառայություն իրականացնում, որևէ բան կա, որով նաեւ մենք եթե կարող ենք օգտակար լինել, ինքը ասեց Տեր Հայր, ես իրավունք ունեմ չպատասխանելու ձեր հարցին, եթե պարզաբանումներ եք ուզում, դիմեք մեր վերադասին, իհարկե չասելով այդ վերադասը ով է, ում են ենթարկվում, կամ ասեց դիմեք համապատասխան մարմիններին, ովքեր տեղեկատվություն դες կփոխանցեն, սա է եղել, հիմա իրենք եկեղեցու բակում չեն, իջել են, ներքևում են հերթապահությունը իրականացնում, այդպես էլ մեր հարցերը մնացին անպատասխան, չհասկացանք ինչ են այստեղ։ Սուրբ Աստվածածին եկեղեցին Խանաքեռի 2019 թվականին Վեհափար Հայրապետի տնօրինությամբ որպես եկեղեցի, որ պիտի հոգար զինվորականների հոգևոր կարիքները հանձնվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը եւ ենթադրում եմ, որ իրենք մտածում են, որ եթե հանձնվել է բանակի հոգևոր կարիքները բավարարելուն, ուրեմն ենթադրում եմ, որ մտածում են պատկանում է իրենց, բայց իրականության մեջ եկեղեցու սեփականատերը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, եկեղեցին ուղղակի որպես կառույց, որպես տաճար բավարարում էր նաև բանակի հոգևոր կարիքներ, անշուշտ նաև աշխարհիկ քաղաքացիական անձինք են այստեղ հաճախում եւ մասնակից լինում արարողություններին, Սուրբ Պատարագին, ժամերգություններին։ Սակայն մենք տեսանք, որ գնդերեցները այսինքն դուրս եկան, հա, բանակից այսպիսի միակողմանի եւ անսպասելի որոշում նախարարի հրամանով լուծարվեց հոգևոր առաջնորդությունը, որով այլևս Սա ինչի մասին է խոսում։ Եվ արդյոք այդ, ինչպես նշվում է, հակաեկեղեցական արշավի Ենթադրում եմ, որ այո, դրա մասն է կազմում, բազմիցս ասել եմ, առիթ եմ ունեցել ասելու այս վերջին օրերին, որ մեր եկեղեցականները, ովքեր սպասավորում էին հոգևոր առաջնորդությունում, բանակի գնդերեսներ, իրենք կուր մնացին, այսինքն չենթարկվեցին այն մանիպուլյացիաներին եւ այն հորդորներին կամ առաջարկներին, որ եղել էր, թե միանալու կառավարության ղեկավարի առաջարկած եկեղեցական բարենորոգման ծրագրին, ենթադրում եմ, որ դրա հետևանքը եղավ լուծարումը առաջնորդության։ Եվ ամփոփելով զրույցը դուք ինչ ասելիք ունեք, ինչ խոսք ունեք, թե այս երևույթի վերաբերյալ այս գործընթացի, թե առհասարակ Ես ցավ ու ամոթ եմ ապրում, որ մենք հասել ենք այն օրվան, երբ եկեղեցականը կամ եկեղեցին ազատ գործելու, ազատ կամ արտահայտություն ունենալու, իր առաքելությամբ դրդված մարդկանց ճշմարտությունը փոխանցելու հարցում այսպիսի խոչընդոտների է հանդիպում, որովհետև եկեղեցականը եւ եկեղեցին կոչված է միայն ճշմարտությունը մարդկանց հասցնելու։ Կուզեմ խոսքս էլ եզրափակել ավետարանական մի
մեջբերմամբ Պողոս Առաքյալը իր ուղեկիցներից, իր աշակերտներից մեկին Տիմոթեոսին ուղղված նամակում ասում է, որ խրատիր, ճշմարտությունը փոխանցիր, եթե պետք է նաև խստությամբ, բայց այդ ճշմարտությունը պիտի փայլատակի։ Դու կոչված ես դրան։ Հիմա եկեղեցականը որպես այդ մեծ ժառանգության կրող եւ հետևորդ պիտի ճշմարտություն ասի։ Իսկ ճշմարտությունը շատերին դուր չի գալիս եւ շատերը խուսափում են դրանից։